Ես ողջունում եմ գործարարիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնում, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք մեզ միացել եւ լսում, կարող եք հաղորդումները դիտել նաեւ թվային հարթակներում։ Այս պահին թարմ ուղեղով զրույցն ենք սկսում, մեր տաղավարում է Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ, պարոն Քոչարյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Այն խոսակցություններից կանք, որոնք շրջանառվում են հաճախ հանրության մոտ, ասում են, որ դուք պատահական հայտնվեցիք Ազգային ժողովում եւ դա, չգիտեմ, ինչ որ իրադարձությունների հետևանք էր։ Կային ամբիցիաներ, որոնց արդյունքում դուք իսկապես նպատակ ունեիք, ձգտումներ ունեիք այդտեղ հայտնվելու, ինչ որ հարցեր լուծելու, որոշումներ կայացնելու, թե ամեն դեպքում հանրությունը ինչ որ միտեղ մոտ է ճշմարտությանը։ Տեսեք, նախ 2021 թվականին մենք մասնակցել ենք ընտրություններին եւ Հայաստան դաշինքի ցուցակում ես 50-րդ համարն էի զբաղեցնում, այնպես որ դա նոր չի եղել, 21 թվականից ես այդ ցուցակում տեղ ունեի եւ հաջորդական համարը երբ որ հասավ ինձ, ես դարձա պատգամավոր։ Սա մեկ, ընդհանուր քաղաքականության մեջ հայտնվելը, ես բազմիցս ասել եմ, դա իմ, այսպես ասած, մանկական երազանքը հաստատ չի եղել, բայց մեր երկրում դեպքերն այնպես զարգացան, որ այդպես ստացվեց, որ չէի կարող անմասն մնալ process-ներին, գործընթացներին եւ հայտնվեցի քաղաքականության մեջ։ Այն մանդատը, որ դուք ունեք այսօր, ինչ հարց է լուծում։ Ինչքանով է օգնում երկրի առջև ծառացած հարցերին լուծում տալու կամ որոշում կայացնելու, որովհետև այն դիմադիր պատգամավորներից հաճախ են լինում այս տաղավարում եւ ասում են, որ միշտ չի, որ հաջողվում է հարցեր լուծել, որովհետև ձայների տոկոսային հարաբերակցությունը մենք բոլորս գիտենք ու դա խանգարում է բոլոր դեպքերում։ Ամեն դեպքում կա ինչ որ բան, որը հնարավոր է փոխել այդ մանդատով։ Տեսեք, ընդդիմությունը հատկապես ինչպես իրավացիորեն նշեցիք, ունի ձայների այն քանակը, որ ազդեցություն ունենա օրենքների ընդունման եւ այլ որոշումների ընդունման վրա եւ մեր հիմնական առաքելությունը գործը որպես պատգամավոր բարձրաձայնելն է խնդիրների մասին, իշխանության թերացումները ցույց տալն է, հակառակ կարծիքը հնչեցնելն է, որոնք որոշ դեպքերում միգուցե նաև մեր բարձրացրած այսպես աղմուկի շնորհիվ քննադատության շնորհիվ միգուցե ինչ որ լուծումներ ստանում են, այսինքն իրանք ստիպված են լինում հաշվի նստել մեր ասացի հետ, հանրության կարծիքի հետ, բայց շատ դեպքերում իհարկե խնդիրներ լուծողը կառավարությունն է, գործադիր իշխանությունն է, մենք ուղղակի փորձում ենք այդ ձայնը ժողովրդի վրդովմունքը, սխալները, թերացումները իրենց ուղղակի բարձրաձայնել դրա մասին խոսել։ Եվ շատ հաճախ նաև փորձ եք անում փողոցում ձեր ձայնը բարձրացնել, եթե այդտեղ չի ստացվում, երկու կողմից կարծես թե աշխատանք տանել, օգնում է փողոցային պայքարը մարդկանց համախմբելու իմաստով, ինչ որ չափով, չգիտեմ, որակ փոխելու իմաստով, կարծիք, տեսակետ թելադրելու իմաստով, թե ամեն դեպքում այդ մեթոդը արդեն իրեն սպառել է եւ մենք փողոցից այլևս ակնկալիքներ չպիտի ունենանք։ Ես չեմ կարծում, որ իրեն սպառել է, վերջին 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մի քանի իսկապես մեծ փողոցային ցույցեր եղան, փողոցային ընդվզումներ եղան, բավական մեծ չափեր էին ասել։ Ցավոք այն հիմնական նպատակը, որը կար դրանց տակ, այսինքն իշխանապողության հասնելը չի եղել, բայց ես չնայած այդ ամեն ինչին շատ կարևորում եմ այդ ամեն ինչը, որ եղավ փողոցում, որովհետև գիտեք, մեր կարծիքը այս իշխանությունների վարած քաղաքականության վրա, իրենց դավաճանությունների հետ կապված, այն ինչի մասին մենք անդադ խոսում ենք, այս պարտվողականությունը, զիջողականությունը, ամեն ինչում այսպես թշնամու պահանջներին համաձայնվելը եւ դրանք այստեղ ճշմարտացի համարելը, ամենձև դրանք արդարացնելը, դրան զուգահեռ լավ է, որ նաև այսպիսի հուշկուալիքներ են եղել, որոնք նաև արտաքին աշխարհի համար ցույց են տվել, որ այնպես չէ, որ Հայաստանի ժողովուրդը, հայ ժողովուրդը ընդունում է այդ ամեն ինչը իշխանությունների վարած այդ քաղաքականությունը եւ կան շատ մարդիկ, ովքեր դրան դեմ են եւ կտրականապես համաձայն չեն։ Այսինքն այս առումով լավ է, որ դրանք եղել են եւ ես չեմ կարծում, որ հետագայում սպառված են դրա հնարավորությունները, բայց իհարկե նաեւ կա մյուս կողմը ցավոք, որ երբ որ նպատակին չես հասնում, ինչ որ ժամանակ կարող է նաեւ հիասթափություն առաջանալ մարդկանց մոտ, հատկապես ովքեր
ազնվորեն մասնակցել են այդ գործընթացներին, զրկանքների գնով, հալածանքների գնով, կալանավորումների եւ տարբեր այդ ամեն ինչով անցել են, ինչ որտեղ կարող է հաստատություն լինել, բայց մյուս կողմից մենք տեսել ենք, որ նաեւ հերթական հաջորդ փողոցային շարժումները ավելի մեծ թափ են ունեցել, այնպես որ տեսնենք դեպքերն ինչպես կզարգանան, մենք չենք բացառում փողոցային պայքարը, ուղղակի դա չպետք է լինի ինքնանպատակ, այսինքն եթե ես դուրս եմ գալիս փողոց եւ կոչ եմ անում մարդկանց մեր հետևից գալ մասնակցել, առնվազն ես պետք է ունենամ այն համոզմունքը, որ դա հնարավոր է։ Իհարկե 100%-անոց ոչինչ չկա, կան ռիսկեր, բայց գոնե որոշ չափով համոզմունք պետք է լինի։ Եվ նաև ասում են, որ ընդդիմությունը փողոցում է, բայց չի առաջարկում, թե իշխանությունը երբ գնաց մենք ինչ ենք անելու անվտանգության հարցերը, ինչպես պիտի կարգավորեն առհասարակ դաշնակցային հարաբերությունները, ինչպես պիտի խելքի բերվեն, այսպես ասած։ Դրան սպասում է հանրությունը։ Ձեր պատկերացումը եւ տեսլականը այդ իմաստով մենք եւ դուք ինչ անելիքներ ունենք։ Ես այդքան էլ համաձայն չեմ ձեր հետ, միգուցե այստեղ ճիշտ կոմունիկացնելու խնդիր կա, բայց մենք բազմիցս թե մեր падգամավորները, թե ընդդիմության շատ ներկայացուցիչներ մատնանշելով այս իշխանությունների վարած սխալ քաղաքականությունը, կործանիչ քաղաքականությունը, նաև ասում են, թե օրինակ ինչ պետք չէր անել, որն արվել է, եւ ասվում է, թե ինչ է պետք անել։ Նույն հիմնական դաշնակցային հարաբերությունների հետ կապված, անվտանգության բանակի հետ կապված, արտաքին հարաբերություններում դիվանագիտության այս տոտալ ձախողումը եւ այստեղ մենք ներկայացնում ենք, թե ինչպես պետք է վերականգնենք հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, ինչպես պետք է վերականգնենք հարաբերությունները, վստահելու հարաբերությունները բոլոր այսպես արտաքին մեր գործընկերների հետ։ Ամենակարևոր հարաբերությունը, որ կորցրել ենք այս ընթացքում Ռուսաստանի Դաշնության հետ։ Ես կարծում բոլորի հետ։ Գիտեք, տպավորությունը այնպիսին է, որ այս իշխանությունները եւ դա իրականություն է, փորձել են Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման, այսպես իրենց ելույթների, հաճախ դեպքում նաեւ լկտի խոսույթի արդյունքում ավելի մոտենալ արևմուտքի հետ։ Բայց կարծում եմ արդյունքում իրանք փչացրեցին հարաբերությունները բոլորի հետ, որովհետև ճիշտ չէ, ազնիվ չէ, սխալ է, հակապետական է, երբ որ դու փորձում ես մերձենալ մեկի հետ ճշնամանալով մյուսի հանդեպ, այն մյուսնելով նա։ Գիտեք, ընդհանրապես արտաքին հարաբերություններում եւ երկրի արտաքին վեկտոր որոշելուց, այսպես ասենք, չպետք է մեր անձնական նախասիրությունը դրվի լինի առանցքում որոշումների։ Այսինքն թե մարդ, որ երկիր է սիրում ճանապարհորդել որպես, չգիտեմ, տուրիստ, որ երկրի մշակույթն է հարգում, սիրում եւ սա չպետք է Կարծում եք նման հարցեր եղել են այդ որոշումները։ Ես կարծում եմ շատ դեպքերում մոտեցումը այդպեսին է լինում, անձնական նախասիրություններով է նաեւ ձևավորվում կոնկրետ իրենց մոտ։ Մենք պետք է հաշվի նստենք, թե ինչ է բխում Հայաստանի Հանրապետության շահերից, հայ ժողովրդի շահերից այս առումով եւ ովքեր մեր տարածաշրջանում կարող են դերակատարներ լինել։ Գիտեք, հաճախ այս իշխանությունները, որ խոսում են, մեկ-մեկ ինձ մոտ տպավորություն է ստեղծում, ուզում եմ նորից քարտեզը բացել, ասել կարող ես, լավ չգիտեմ Հայաստանի տեղը, օրինակ մենք գտնվում ենք Շվեդիայի եւ Նորվեգիայի մեջտեղում, հա, ոչ թե Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Գիտեք, պատմականորեն մեր տարածաշրջանում մի քանի երկրներ են եղել, ովքեր ազդեցություն են ունեցել։ Դա Ռուսաստանն է եղել, Թուրքիան եւ Իրանը։ Այս երեքից դուրս ակնկալել, որ ուրիշ որևէ երկիր այստեղ կարող է լուրջ հավակնություն ունենալ անվտանգության առումով, կարծում եմ միամտություն է։ Դե իշխանությունն էլ ասում է մենք Թուրքիայի հետ հարաբերություններ ենք կարգավորում, որովհետև նա մեր հարևանն է եւ մենք գնալու տեղ չունենք։ Ոչ մեկ չի ասում պետք չէ հարաբերություն կարգավորել։ Հարցն անում է թե ինչ գնով է դա կարգավորվում եւ ինչ է զիջում դու այդ ճանապարհին ու իմիջիալոց մի ճանապարհ, որը չի երևում իր ավարտը։ Ես չեմ հավատում, որ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց վաղեմի նպատակներից Հայաստանի հետ կապված հրաժարվել են։ Ես չեմ հավատում, որ հնարավոր է խաղաղություն ունենալ խաղաղություն մուրալով։ Պետք է դու քեզնից բան ներկայացնես, պետք է ուժեղ լինես, ուժեղ բանակ ունենաս եւ նաեւ Թուրքիայի վտանգը զսպելու համար, որը հասկանում եք, փոքր երկիր ենք եւ մեր բանակը չի կարող Թուրքիայի վտանգը զսպել, դրա համար պետք է ունենաս դաշնակիցներ, ում հետ հարաբերությունները կլինեն վստահելի, հասկանալի
եւ այստեղ խոսքը չի գնում ինչ որ միությունների մեջ մտնելու մասին, չէ, բացարձակապես պետք է շատ ճիշտ հասկանալ եւ ընկալել իրենց շահավորն է, այստեղ քո շահավորն է, ինչպես կարելի է դրանք համադրել, գիտեք, մեծ հաշվով այն, ինչ երկար տարիներ արվել է։ Իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը մեր հանդեպ, որը վարվել է 20 թվականից սկսած, կարծում եք ճիշտ ճանապարհ էր դա դաշնակցի հետ վարվելու, որքան էլ որ մենք ամեն դեպքում չանտեսենք մեր սխալները եւ մեր թերացումները, պիտի նաեւ հաշվի առնել, թե հակառակ կողմից ինչ քայլեր են ձեռնարկվում, արդյոք մենք պիտի կուլ տայինք այդ ամենը, թե ոչ, ինչ անեինք դրանից հետո, առհասարակ ինչ պետք էր անել։ Գիտեք, այստեղ ես կուզենայի, որ մենք բոլորս եւ ոչ միայն այս հարցում, նաեւ մնացած բոլոր հարցերում էմոցիաներով, այսինքն էմոցիոնալ տեսանկյունից ինձ համար հասկանալի է այն վրթովմունքը։ Իմ մեջ էլ դա կա։ Ես կուզեի, որ չնայած ամեն ինչին, չնայած այս իշխանությունների վարած սխալ քաղաքականությանը, միևնույն է ավելի հստակ դիրքորոշում ունենային, ավելի շատ լիներ այն, ինչը բոլորս ակնկալում էինք, բայց երկկողմ հարաբերությունները երկկողմ են։ Հարաբերություններում կա երկու կողմ եւ այստեղ պետք է նաեւ մենք չմոռանանք, թե ինչերի արդյունքում բանը եկավ հասավ այդ ամենին, հա։ Ի վերջո նաեւ 20 թվականի ցավալի պատերազմը, որը մենք համոզված ենք, որ կարող էր չլիներ, իսկ լինելու դեպքում կարող էինք չունենալ այս ցավալի արդյունքը, բայց ամեն դեպքում այդ պատերազմը կանգնեցվեց նաև Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ եւ խաղաղապահներ տեղակայվեցին, որից հետո շատ անհասկանալի գործընթաց սկսեց մեր իշխանությունը ամեն կերպ ռուսներին հետ մղելով այդ ամեն ինչ մի կողմ թողնելով եւ արվում էին բաներ, որը մեղմ ասած լավ չէր ընկալվում եւ բնականաբար չէր կարող ընկալվել մյուս կողմից, իրենց կողմից եւ ի վերջո սրա վերջնական մեխի եղավ այն, երբ որ Պրահայում ընդունեց Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդունեց Արցախը որպես Ադրբեջանի կազմում, դրանից հետո մշտապես նույնիսկ քառակուսի կիլոմետրերով ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այն դեպքում եւ հակառակը մենք մինչ այսօր չենք լսել Ադրբեջանի կողմից։ Եվ այս ամեն ինչը բերեց դրան, ինչպես նաև ադրբեջանցիները բնականաբար օգտվեցին նաև 22 թվականին սկսված ռուս-ուկրաինական հակամարտությունից եւ այսպես նաև Հայաստանի իշխանությունների օգնությամբ կարծում եմ ի վերջո ունեցանք այն ցավալի պատկերը, որ ունեցանք։ Հիմա կարծես թե իշխանությունը փորձեր է անում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու, եթե վերջին մի քանի ամիսը նայենք, ակնհայտորեն տարբերվում է թե խոսույթը, թե ռետորաբանությունը, եւ ի վերջո Նիկոլ Փաշինյանը վերջնական որոշում կայացրեց, որ պիտի ամսի 9-ին լինի Մոսկվայում։ Կարծում եք հնարավոր կլինի վերականգնել այս իշխանության հետ հարաբերությունները եւ արդյոք սա ճիշտ որոշում էր Մոսկվա գնալը։ Ես չեմ ուզում մեկնաբանել իր Մոսկվա գնալը, բայց եթե նայում ենք իրենց հարաբերություններին, իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, իրանք իմ կարծիքով անում են այսպես երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ սկզբունքով ու առաջ է հեռվանալու տեսանկյունից առաջ։ Գիտեք, իրենց նաև ամբողջ մոտեցումը այս հարաբերությունները վատ տարածնելու հատկապես կտրուկ սկսեցին նաև հենց ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո իրենք այսպես համոզմունք ունեին, որ Ռուսաստանը կտապալվի այս ամեն ինչի արդյունքում, խնդիր կլինի եւ այդ ժամանակ իրենք որոշեցին ավելի կտրուկ այսպես տարանջատում անել։ Սա իհարկե շատ սխալ քայլ էր, մենք այն երկիրը չենք, որ մեզ նման շռայլություն կարող ենք թույլ տալ եւ պետք է գտնվել այնքան խոհեմ գոնե հասկանալ ինչպես են դեպքերը զարգանալու, լսել նաև շատ փորձագետների, ովքեր ասում էին, որ այնպես չի լինելու, ինչպես դուք եք մտածում, բայց նրանք այսպես փորձեցին շատ արագ այս կողմնորոշումները փոխել, հիմա հասկանում են, որ սխալվել են, հիմա հասկանում են, որ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում ռուսները առնվազն պարտությամբ չեն դուրս գալու այս ամեն ինչից։ Հետո նաև փոխվել է վարչակազմը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բոլորս գիտենք Տրամպի մոտեցումը եւ այստեղ ըստ իրավիճակի փորձում են տեղավորվել։ Թե ինչպես կզարգանան դեպքերը
չգիտեմ, տեսնենք։ Մի կարևոր հանգամանք կա ամեն դեպքում այստեղ, որքան էլ հարաբերությունները վատացել են, այստեղ հարցը այն է նաև, որ ժողովուրդների մեջ կարծես թե թշնամանք է առաջացել, որը երբեք այս աստիճանի կարծում եմ չի եղել։ Այդտեղ դուք խնդիր տեսնում եք եւ դա հնարավոր է կարգավորել, շտկել հայկական կողմից հատկապես։ Գիտեք, չեմ կարծում թշնամանք, բայց նաև մեր այս վերջին 5 տարիների անընդհատ այս զիջումները, պարտությունները, որ կան, իշխանությունները ամեն կերպ միշտ փորձում են մեղավորներ փնտրել, ես այստեղ մեղավորների նաև հիմնական մեղավորներից են իրենք կարգել նաև Ռուսաստանին, նախկիններ, Ռուսաստան, բոլոր մեղավոր են բացի իրենցից եւ որոշ չափով դա նրանց նաև հաջողվել է, այնպես որ նաև այս քարոզչությունն է, որ դեր է խաղացել, կարծում եմ, ձեր ասած թշնամանքի մեջ։ Ես անիվը հետ պատտել հնարավոր կլինի։ Միանշանակ։ Ես հավատում եմ, որովհետև իրականում լավ հարաբերություն ունենալ դաշնակցային Ռուսաստանի հետ, լավ հարաբերություններ ունենալ Արևմուտքի Միացյալ Նահանգների հետ, դա բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Պետք չէ լինել ռուսամետ, արևմտամետ, չգիտեմ ինչ ամետ։ Պետք է լինել իսկապես հայամետ եւ հասկանալ որն է բխում մեր երկրի շահերից, այլ ոչ թե ես որ երկիրն եմ ազնապես սիրում կամ չեմ սիրում։ Շատ փորձագետներ երկար ժամանակ ասում էին, որ Ռուսաստանի Դաշնությունը խանդով է վերաբերվում այն փաստին, որ Հայաստանը փորձում է արևմուտքի հետ հարաբերությունները ավելի խորացնել, ավելի այսպես ամրացնել։ Դուք տեսել եք նման մոտեցում դաշնակից պետության կողմից, թե ամեն դեպքում դրանք էլ են չափազանցված ու Ռուսաստանը ընդհանրապես չի էլ նկատում, որ նման բան տեղի է ունենում։ Կան հստակ հայտարարություններ, չէ, նաև Ռուսաստանի կողմից կապված վերջում ընդունված դեպի Եվրոմիություն գնալու, ձգտելու հետ կապված հայտարարություններ, որ մենք ազատ ենք կարող ենք գնալ։ Մեր որոշելու ներքին քաղաքական հարցն է ասում եք, բայց դրա արդյունքում դուք չեք կարող այսպես երկու աթոռի վրա նստած մնալ, հա։ Այս մեծաշով սրա մասին է խոսքը եւ դա իսկապես այդպես է, հատկապես երբ խոսում ենք ընդհանուր ԵԱՏՄ-ի մասին, մաքսային միության հետ կապված, բնականաբար չես կարող լինել եւ այնտեղ եւ այստեղ եւ իրենց կողմից նաեւ շատ փորձագետներ Հայաստանում բացատրում էին, որ մյուսը գնալով կորցնելու ենք սա եւ այստեղ պետք է լուրջ հաշվարկ անել, որը չեմ կարծում, որ գոնե այս պահին մենք դրանից Հայաստանը կարող է շահել դրանից։ Այսինքն այս մասով հստակ հայտարարություններ իհարկե կան։ Բայց գիտեք, եթե մենք հետ գնանք տարիներ առաջ եւ նայենք երբեք մենք նման խնդիր չենք ունեցել։ Մենք ունեցել ենք շատ ջերմ ռազմավարական դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց դրա հետ միասին նաև միայն ամրապնդվում էին կապերը նաև եվրոպական երկրների հետ, Միացյալ Նահանգների հետ։ Իսկ դա ինչ գնով է եղել։ Ամեն ինչ իր գինն ունի, չէ՞ ամեն դեպքում։ Ինչ գնով է եղել, որ բոլորի հետ կարողանում ենք լավ լինել։ Դա չեմ կարծում, որ դա ինչ որ մի բանի գնով է եղել, դա եղել է նախ ճիշտ կառավարման, ճիշտ արտաքին քաղաքականության, հմուտ դիվանագիտության արդյունքում մենք ունենալով ջերմ հարաբերությունները, դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի հետ զորավարժություն են կացկացնում եւ դա այսպես ներվ չէր առաջացնում Ռուսաստանի մոտ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար էր այստեղ գալիս, քանի անգամ 2000-ականներին եղել է եւ շատ ու շատ եվրոպական ծրագրեր էին այստեղ իրականացվում, Միացյալ Նահանգները հազարամյակի մարտահրավերներով էր ծրագիր իրականացնում, այսինքն կարողանում ենք այդ հարաբերությունները զուգահեռ Իրանի Իսլամական Հանրապետության հետ գազամուղ է կառուցվել եւ դա չի արվել մյուսի հետ վատանալու հարաբերությունները վատացնելու եւ փչացնելու գնով։ Սա միայն խոսում է ճիշտ դիվանագիտության, ճիշտ արտաքին քաղաքականության այդ վարելու մասին։ Իսկ ինչու արևմուտքի հետ չստացվեց կամ չի ստացվում։ Ինչը հարաբերությունները այնպիսին, ինչպիսին իշխանություններ ցանկանում։ Հիմա նկատի ունեք։ Այո։ Որովհետև գլոբալ առումով կարծում եմ իրենց հանդեպ կա անվստահություն։ Սրանք մարդիկ են, ովքեր այսօր կարող են ասել մի բան, վաղը ուրիշ բան, մեկ շաբաթ հետո լրիվ այլ բան։ Եվ եթե դու այսպես գեղեցկական ճարպկությամբ փորձում ես մեծ պետությունների հետ
ամեն մեկին փորձել այսպես ֆառացնել, որ իր ուզածը լսի, Մոսկվայում մի բան ասել, Բրյուսելում մեկ այլ բան, Վաշինգտոնում մեկ այլ բան, ի վերջո սա բոլորի կողմից է բերում անվստահության։ Իհարկե, կան շատ ականջահաճո հայտարարություններ, բայց մենք տեսնում ենք, որ հիմնականում այդ հայտարարություններով սահմանափակվում են։ Մնում են ուղղակի հայտարարություններ։ Շատ լավ, ես կուզեմ, որ մենք անպայման խոսենք մեր արցախցի հայրենակիցների մասին, գիտենք, որ սոցիալական խնդիրները այսօր բավականին մեծ են եւ դրանց լուծումները միշտ չի որ հնարավոր է գտնել։ Առհասարակ ո՞նց եք դուք պատկերացնում, ինչ պիտի անել այս իրավիճակում այդ հարցերը լուծելու համար, ինչ անել, որ արտագաղթի թիվը չաճի եւ առհասարակ մեր հայրենակիցները իրենց այս մյուս հայրենիքում լիարժեքորեն ինտեգրված լինեն, որովհետև քանի տարի է անցել, բայց կարծես թե այդ ինտեգրումը լիարժեքորեն դեռևս իրականացված չէ։ Դեք արցախցիները այստեղ են հայտնվել էթնիկ զտման արդյունքում։ Ես ուզում սա հստակ բոլորը հասկանան, որ այնպես չէ որ մարդիկ ուղակի թողել են իրենց տները եւ եկել են, չէ։ Էթնիկ զտում է եղել, ցեղասպանական գործողություններ են եղել, որոնց արդյունքում մարդիկ կորցրել են իրենց ամբողջ կյանքի ստեղծածը, գրեթե իրենց ամբողջ ունեցվածքը։ Եվ հայտնվել են այսպիսի պայմաններում Հայաստանում։ Հայաստանի կառավարությունը կարծում եմ այն օգնությունները, այն աջակցությունը, ինչ արվում է, ոչ բավարար է, մեղմ ասած, եւ սոցիալական խնդիրները մարդկանց իսկապես պետք է լուծել։ Շատ ծանր վիճակում են գտնվում գրեթե բոլորը։ Առաջին հերթին իհարկե դա բնակարաններով, տներով մարդկանց իսկապես աշխատող ծրագիր է պետք ներկայացնել, որովհետև այն ծրագրերը, որոնք ներկայացվել են, արդյունավետ չեն եւ աշխատող չեն, այս հարցերն է միանշանակ պետք լուծել։ Զուգահեռ արտաքին քաղաքականության առումով արցախցիների հետ վերադարձի հարցը մեր արտաքին քաղաքականության օրակարգում միշտ պետք է մնա։ Արդյոք դա հեշտ է, իրատեսական է, սրա մասին չի խոսքը, բնականաբար հեշտ չէ, միգուցե այս պահին իրատեսական չի թվում, բայց դա միանշանակ պետք է լինի մեր արտաքին քաղաքական օրակարգում, որովհետև սա իսկապես արտաքին աշխարհի համար, բոլորի համար հասկանալի պահանջ է, եւ բոլորը դրանից խոսում են, միջայլոց բացի թե մեր կառավարությունից ու ադրբեջանցիներից, որովհետև սա հասկանալի եւ ընկալելի պահանջ է։ Եվ ամեն ինչ պետք է անել, որ մարդիկ չթողնեն, չգնան։ Շատերը իհարկե այստեղ չգտնելով աշխատանք, ունենալով խնդիրներ, փորձում են ուրիշտեղ փորձել գտնել աշխատանք, պայմաններ, եւ արտագաղթում են ապրուստի միջոց եւ արտագաղթում են, ինչը շատ ցավալի է։ Իշխանությունը ասում է, որ մեր բյուջեն չի բավականացնում, որ մենք բոլորին այդպես հրաշալի տներով այսպես ապահովենք եւ մենք ամենաշատը կցանկանայինք, որպեսզի արցախցիները այսօր ապահովված լինեին։ Իսկապես մեր բյուջեն չի բավականացնում։ Դեք արդեն քանի տարի անցել, 2023-ից չէ, 2 տարի անցել։ Այս 2 տարվա ընթացքում մենք ընդդիմությունը եւ շատ ուրիշներ նաեւ բարձրաձայնել են այնպիսի ծախսերի եւ անիմաստ ծախսերի մասին շատ ժամանակ, վատնումների մասին, որոնց տեղը հնարավոր է իհարկե թեկուս այս հարցով կամ շատ ուրիշ ավելի հարատապ հարցեր լուծել։ Ես հասկանում եմ, որ դա մեկ օրվա մեջ չի լինելու, բայց պետք է ունենալ այնպիսի ծրագիր, որը կաշխատի եւ մինչև որ ծրագիրը կհասնի իր ավարտին, այդ ժամանակ գոնե մարդկանց ինչ որ չափով պայմաններ տրամադրել, այնինչ մենք հիմա տեսնում ենք, որ այս վերջերս կարծեմ ցույցերի բողոքների արդյունքում արցախցիների 2 ամիս ընդամենը հետաձգվեց եւ իրենց խոստացել են, որ 2 ամսվա ընթացքում կփորձեն բնակարանային արդյունավետ ծրագիր կազմել համատեղ։ Հիմա տեսնենք այս 2 ամիսում իսկապես կարողանան դրան հասնել թե չէ, ինչքանով է անկեղծ այդ մղումը, որովհետև կա նաև մյուս կարծիքը, որ իշխանությունները չեն ուզում, որ արցախցիները մնան այստեղ եւ նման խոչընդոտներ կամ ոչ արդյունավետ ծրագրեր առաջարկելով իրենց նպատակն է, որ մարդիկ ուղղակի թողնեն գնան։ Երկրորդ օրինակ կոմպակտ բնակեցման հարցն է, որին էլի այս իշխանությունները դեմ են ու ես չեմ հասկանում ինչու։ Շատ նորմալ եւ բնական է, որ
մի ամբողջ գյուղով ունի իր գյուղի ավանդույթը, իրենց շփման մակերեսը, մտերմությունը, փորձեն նույնպես կոմպակտ բնակություն հաստատել ինչ որտեղ, այսինքն ինչու են սրան ամեն կերպ դեմ արտահայտում, ինչն է սրա մեջ խնդիրը։ Եվ շատ ուրիշ հարցեր կան նմանատիպ բան չառաջացնող, էլի տրամաբանության մեջ չես կարողանում հասկանալ ինչու են դրան դեմ, եւ սա արդեն ինքնաբերաբար ուրիշ կասկածի տեղիք է տալիս։ Այնպես որ ես կարծում եմ ցանկության դեպքում գումարներն էլ է հնարավոր հայթայթել, կարելի է նաև շատ բարեգործներ, ինչպես որ օգնում են միջև հիմա էլ, բայց կարելի է հենց այս ուղղությամբ նաև դրսից Սփյուռքից միջոցներ ներգրավել շատերը։ Ես ուզում եի Սփյուռքին հիշատակել, բայց կարծես թե մեր հարաբերությունները այդ իմաստով այնքան էլ լավ չեն։ Այո, այդքան էլ լավ չեն, որովհետև այսպես էլի հեղափոխական տրամադրություններով 18 թվականին երբ որ եկան, շատ տեղեր տարիներով ձևավորված մեր համայնքները փորձեցին այնտեղ էլ հեղափոխություններ անել, կոնկրետ տարբեր տեղեր ես գիտեմ, որը լավ բանի չի բերել, նաև այս հարաբերություններն են փչացրել Սփյուռքի հետ, բայց այստեղ հարցը իրենց իշխանությունների հարց չէ, կոնկրետ արցախցիների առումով, սա կարծում եմ կաշխատեր եւ կարելի էր այս ուղղությամբ, եթե հստակ ծրագրեր լինեին բնակարարաշինության հետ կապված, կարելի էր նաև ներգրավել Սփյուռքի միջոցները։ Պարոն Քոչարյան, իշխանություն ընդդիմություն հարաբերությունները այսպես մեծ պատկերում ընկալելի ու հասկանալի են, բայց հատկապես խորհրդարանական ընդդիմության դեպքում կարծես թե հակասություններ շատ կան, վերջին շրջանում հատկապես անհամաձայնություններ են նկատվում, հաճախ բախումներ, ինչն է խնդիրը, որ ընդդիմությունը ընդհանուր հայտարարի չի գալիս, կարծես թե միակ հայտարարը վարչապետին հեռացնելու հարցում է, մյուս բոլոր հարցերում հակասություններ կան եւ վերջին օրերին անվստահություն հայտնելու հետ կապված արդյոք միասնական տեխնացու հնարավոր կլինի ընդդիմության կողմից։ Գիտեք, ամենակարևորը հենց դա է, ինչի շուրջ կա ընդհանուր մոտեցումը, համոզմունքը, դա վարչապետին հեռացնելու հարցն է, կարծում եմ ամենակարևորը դա է, որ կա։ Մնացածը կարող են լինել տարաձայնություններ, վերջին շրջանի տարաձայնությունները ունեին կոնկրետ պատճառ, դրա մասին շատ ենք խոսել, հիմա երևի չծանրացնեմ, բայց վերջին գործընթացների իմպիչմենտի հետ կապված եւ այսպես միասնական տեխնացուի հետ կապված, գիտեք, խնդիրը այստեղ միասնական տեխնացուն չէ։ Մենք ինչ ենք ասել, շատ բարձր հստակ ասել ենք, նաեւ հայտարարություն ենք արել իմպիչմենտի հետ կապված, իմպիչմենտը գործիք է ազատվելու իրենցից, բայց այդ գործիքի համար իրավական հիմքերը իհարկե կան ամբողջությամբ։ Ես համոզված եմ նաև բոլոր իրավական գործիքները կան, որպեսզի Հայաստանի Հանրապետության դատախազությունը գործ հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ես համոզված եմ այդ հիմքերը կան։ Հիմքերը կան իհարկե, արդյոք կան պայմանները։ Կոնկրետ իմպիչմենտի համար պայմանը 54 ստորագրություն ունենալն է մեծ հաշվով հաջողության հասնելու համար։ Գործընթացը սկսելու համար պետք է 36 ստորագրություն, 36 падգամավորի ստորագրություն։ Մենք Հայաստան խմբակցությունը ունի 28 ստորագրություն։ Պատիվ ունեմը ունի 6, այսինքն ընդհանուր 34 է։ Նույնիսկ գործընթաց սկսելու համար մենք չունենք բավարար ձայներ, ուր մնաց դեռ 54-ը։ Մենք ինչ ենք ասում ենք, այսօր մենք չենք տեսնում, որ առանց այսպես հուշկու, շատ հուշկու փողոցային ալիքի հնարավոր է հասնել հաջողության այս գործընթացում։ Չի երևում, եթե կան ուժեր, միևնույն ժամանակ չբացառելով, որ միգուցե կան ուժեր, ովքեր դա տեսնում են, ովքեր ունեն դրա հնարավորությունը, ովքեր գիտեն ինչպես դրան հասնել, մենք դեմ չենք դրան եւ ամեն ինչով կաջակցենք այդ ամեն ինչին։ Եվ եթե իրենք տեսնում են, թող տեխնացուն էլ նախաձեռնեն, տեխնացուի անունն տան, այստեղ խնդիր չենք տեսնում։ Այդ մասով էլ հակասություններ չկան, փաստորեն։ Հակասություն կա, միգուցե մոտեցումների մեջ կարող է լինել, բայց այն ինչում այս process-ը impeachment կոչված է, հիմա փորձում են, սրատակ նաև մենք վտանգների մասին ենք խոսում, որ այս process-ը փորձում են օգտագործել, կարծես թե ավելի շատ մեր դեմ, Հայաստան Դաշինքի դեմ է սա օգտագործում, քան իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունների, որտեղ փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, որ սրանով հիմա հնարավոր է հասնել ինչ-որ մի բանի, Հայաստան Դաշինքը խոչընդոտում։ Այն չի չի բացարձակապես չկա նման բան։ Այդ process-ը սկսողներն էլ, դասողներն էլ շատ լավ հասկանում են։
ուղղակի այդպես են անում եւ այստեղ առնվազն անկեղծ չեն։ 2026 թվականի համար ակնկալում եք այսպես արդար ընտրություններ եւ արդյոք այդ ընտրությունների արդյունքում ազգային ժողովի տեսքը ամբողջովին կփոխվի, ո՞նց եք մտածում։ Դեք դեռ 1 տարուց ավել կա հերթական ընտրություններին։ Բայց կարծես թե քարոզարշավ գնում է ներքին կարգով։ Չգիտենք միջև դա դեռ ինչ process-ներ կլինեն։ Արդար ոչինչ ես չեմ ակնկալում այս իշխանություններից։ Երեկվա նույն պահվածքը, եթե դուք տեսաք Նիկոլ Փաշինյանի ազգային ժողովում, ինչը նման մարդուցոնց է կարելի ինչ որ արդար բան ակնկալել, երբ որ սպառնում է ԱԱՑ-ի պատվալներ ուղարկելով։ Իհարկե առաջին անգամ չեն նման սպառնալիքները, բայց նման մարդկանցից արդար ոչինչ ակնկալել պետք չէ, այսինքն այնպես չէ, որ պետք է հույսներս լինի, ձեռքներս ցալած նստենք եւ սպասենք իրենց արդար մոտեցմանը։ Ոչ, ցանկացած process կլինի փողոցային, թե կլինի ընտրություն, պետք է դրա համար պայքար տանել, պետք է անել ամեն ինչ, որպեսզի բացահայտել անարդարությունը, բայց նախ եւ առաջ թույլ չտալ դա։ Եվ վերջում կես կատակ, կես լուրջ մի հարց, Ռոբերտ Քոչարյանը որպես նախկին նախագահ եւ դուք որպես ներկա ազգային ժողովի պատգամավոր, ձեզ մոտ նախկին ներկա հակասություններ չեն առաջանում։ Շատ հարցեր կան, որոնք մենք կարող ենք քննարկել, կարող ենք ունենալ որոշ դեպքում տարբեր կարծիքներ, բայց ընդհանրապես ես նախկին ներկա խոսույթին դեմ եմ, կա սարսափելի ներկա, որը պետք է փոխել եւ կարծում եմ բոլորիս ուժն ու եռանդը պետք է հենց այս ուղղությամբ լինի։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ թարմուղեղով իմ զրուցակիցը ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանն էր, ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում, շարունակեք հետևել գործարար ալիքին, մենք կհանդիպենք։